Խաղաղություն մեզ բոլորիս, սիրելի քույրեր, եղբայրներ, ես ինչի մարեմ ասում, սիրելի քույրեր, եղբայրներ, որովհետև մենք նույն հորից ենք, ծնունդառը եւ նույն եկեղեցում ենք, նույն մորից։ Միջև որ կուզեմ սրտից ուզած ասեմ, ուզում եմ մի խոսք Եփեսացիների թղթի 6-րդ գլխի 11 համարը Ստե գրված է ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք սատանայի հնարքներին դեմ դնել։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն կետին, գրված չի, որ սատանային դեմ դնենք։ Գրված է սատանայի հնարքներին դեմ դնենք։ Եթե մեզանից մեկը, որ փորձում է ուղղակի հելնի մենամարտի սատանի հետ, որպեսզի կարենա նրան հաղթի, որ մեղքից ազատ լինի, ինքը չարաչար սխալվել է։ Եթե մարդը կարենար սատանային հաղթեր, Հիսուս Քրիստոս չէր գա աշխարհ։ Մենք այդ փորձը անելով ոնց որ թե մի կողմ դնենք Աստծո կատարած գործը Քրիստոսի այն հաղթությունը ու մենք ենք փորձում հաղթության հասնենք, Հիսուսին էլ ասում ենք մեզ օգնի, որ մենք հասնենք, բայց Հիսուսն ասում է ես արդեն հաղթել եմ, իմ հաղթությունը քեզ եմ տվել, քեզի պետք չի որ դու պատերազմ ես։ Սենց մի հատ հետաքրքիր առակ կա, ասում են ագրավը իրան թույլ է տալիս իրավունք է վերապահում, որ նստի արծվի մեջքին, թիկունքին ու նրան կտցի, ցավտա, բայց զարմանալի է, որ արծիվը ուշադրություն չի դարձնում ագրավի այդ գործողություններին, ինքը ուղղակի իր թռիչքն է շարունակում ավելի վերև, ու դե ագրավը, որի վիճակի չի այդ բարձրերում գոյատևել, շնչել, ագրավը ինստինկտյան ընկնում արծվի վրայից։ Մեզի պետք չի ուշադրություն դարձնենք, թե մեզի ով ցավ տվեց, ինչ ցավ տվեց, ինչի համար ցավ տվեց, ինչից ելնելով տվեց։ Մեզի պետք է ուղղակի նայել Հիսուսին ու մեր հավատքի վերելքը քայլել։ Բարձա չէ քույրեր եղբայրներ։ Ես ուզում եմ Հովանու ավետարան 3-րդ գլխի 12 համարից նայենք, որ Հիսուս ինչ է ասում։ 13-ից ավելի լավ է կարդամ, Նիկոդիմոսին Հիսուս բացատրում էր, որ մեկը երկինք չի ելել, բայց միայն նա, որ երկինքից իջավ, որդին մարդո, որ երկինքեն է։ Այստեղ Տերը խոսում է, որ ինքը եկել է երկինքից ու նպատակը որն է։ Եվ ինչպես Մովսես անապատի մեջ օձը բարձրացրեց, այնպես էլ պետք է որ որդին մարդո բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատաչ կորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատաչ կորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Գիտեք, այնքան ուշագրավ է այստեղ քույրեր եղբայրներ, որ այստեղ նկարագրված է այն գործը, որ Աստված ինքը որոշեց, որ անի մեզ համար։ Բայց այդ գործողության իր որդուն ուղարկելու ասենք մեր փրկության համար իր որդուն պատժելու Եսայա 53-ի 10-ի առաջի մասն ասում է հայրը հաճեցավ որ նա տագնապի հանդիպի ու ճզմվի ինչի համար հայրը որոշեց որ իր որդուն ճզմի պատճառը որն էր ուզում եմ դուք մտածեք ձեր հոգու մեջ Ինչը կարար ստիպեր Աստծուն, որ Աստված իր սիրելի միածին որդուն, որ ամեն արարչագործությունը իր համար էր ստեղծել, որպեսզի այդ որդուն ուղարկի անարգանքով խաչը հանի ճզմի, ինչը կարար մենակ ստիպել Հայր Աստծուն։ Ես համոզված եմ սրտի սերը։ Աստծո սերը մենակ։ Գիտեք, սատանան հաջողություն ունեցավ դրախտի պարտեզում գողանա Ադամի ու Եվայի սրտից ոչ թե Աստծո գոյության հավատքը չէ, այլ գողացավ Աստծո անկեղծ այն սիրո հավատքը, որ Աստված սեր է ու սիրում է մեզ։ Հիմա որպեսզի հայրը վերականգնի այդ սերը մեր բոլորի սրտում, այդ գործողությունն արել է։ Իր միածին սիրելի որդուն ուղարկել է ու իմ ու բոլոր հավատացողների համար ճզմել է դրել է խաչի վրա անարգանքի է ենթարկել մատաղացու գառան պես մորթել է որ նրանով մենք կերակրվելով կյանք ունենանք երկնային
Հիմա հայրը իր սերը արտահայտել է արդեն, մնում է մեր բաժինը, արդյոք ես հավատքով կընդունեմ ու չեմ կասկածի, թե չեմ ընդունի։ Այստեղ Հիսուս պարզ նկարագրում է, ասում է, ինչպես որ անապատում Մովսեսը օձը բարձրացրեց, թվոց 21-րդ գլխում 4-րդ գլխից, ասին 4-րդ համարից մինչև 9 համարը խոսվում է, թե ինչն էր պատճառը, որ օձ բարձրացավ փայտի վրա։ Գրված է այնտեղ, որ ժողովրդի սիրտը, երբ որ չվեցին ինչ-որ մի տեղից էլի, Եվս մի օր, որտև 40 տարի Աստված անապատում ման էր տալիս, որպեսզի մարդը ճանաչի իր սրտի անշնորհք, անպետք, պղծված, անարգ վիճակը, որ Աստված ամեն ինչ անում է իր համար, բայց ինքը չի հավատում, որ Աստված սիրում է։ Այստեղ շատերս ծնող են, դուք պատկերացրեք ծնողը ցավով ունեցել է այդ երեխուն, անքում գիշերներով պահել է։ Արդյունքով գիշերը անցկացրել է, երբ հիվանդայել է։ Մեծացրել է, բայց մեծանալով ասում է, իմ համար ինչ ես արել, որ մի ֆեդերոկատ չես տվել, առնեմ բերեմ տամ բրցնեմ քեզնից։ Ինչ ես ուզում ինձնից։ Թող ես իմ ուզածով ապրեմ։ Այդ երեխու արարքը ուրախություն կբերի ծնողի սրտին։ Հիմա տեսեք ժողովրդի սիրտը նեղացավ։ Նրանք չէին տենեն, որ Աստված ամբիսյունով ցերեկն առաջնորդում իրանց, որպեսզի արևը իրանց չխփի։ Չէին տենեմ կրակի սյունը գիշերը ջերմացնում է իրանց, որպեսզի չսառեն անապատում, այդ տաքու հովից իրանց վնաս չլինի։ Իրանց հագուստը իրանց վրա չի մաշվում, կոշիկները չի մաշվում, իրանց հետ մեծանում է։ Նրանք չէին տենում ինչա, բայց հենց մի քիչ նեղվում էին, քարերն առնում էին, այդ հմեն Մովսես խես մեզի հանե Եգիպտոսից։ Խես Մովսեսն էլ ասում էր Աստված է հանե։ Հենա իրան ասեք, ասում են չէ։ Դու բդի հաշիվ տաս մեզի։ Ինչքան են քար վեկալում եղբայրներին նետում։ Բայց ասացից իմաստը չի։ Տեսեք, Աստված երբ որ տրտունջ ելավ ժողովրդի մեջ, բողոք, սիրտը նեղվել է։ Իսկ իլ նմա ձեր սիրտը նեղվի։ Այնքան էական չի, ինչ պատճառով ես դու նեղվե եւ քո արդարությունը ինչքան է առավել այդ նեղության պատճառի համար դու ճիշտ էիր, բայց քեզի նեղացրին։ Դու արժանի չէիր, բայց քեզ ստորացրին։ Բայց սիրտդ նեղվել է։ Ինչ ես կարծում, այդ օծերը որ եկան, ասու հրամայած այն օծերը, որ ասում է եւ Աստված նրանց վրա թունավոր օծեր ուղարկեց։ Ինչ է կարծում, այդ օծերը ում էին գծում։ Բոլորին հավասարապես։ Հա, հարցակվել էին, ասում են մարդկությանը վերացնենք, այդ հրյա ազգը ջնջենք։ Չէ։ Նրանք Աստծու հրամանով գծում էին բոլոր նրանց, ովքեր որ դժգոհ էին Աստծուց, իրանց կյանքից, տրտունջ կար մեջները։ Ու երբ որ ժողովուրդը տեսան, որ շատ են կոտորվում, եկան Մովսես ասին, ինչ կլինի, քո Աստծուն ասա, թող այդ օծերին մեզանից հեռացնի։ Մովսեսն էլ ինչ պիտի աներ, աղոտ քարեց, բայց Աստված ասեց, չէ, Մովսես, օծերը չեն էթալու։ Այսինքն մեր կյանքում գայթակղությունները չեն էթալու, միշտ էլ պետք է լինի, Հիսուսն ասում է անկարելի է, որ գայթակղություններ չգան։ Ճիշտ է վայ նրան, որի միջոցով կլինի էդի, բայց դու զգուշություն արա քո անձին, որ ինչ անես, որ ներես, որ տրտունջ չունենաս, չբողոքես վիճակի համար, որ օծը քեզ չկծի։ Բայց հիմա լավ, օծը կծելա, ասենք սատանան հաջողություն ունեցե իմ դժգոհելու, սրտնեղվելու պատճառով ինձ կծի։ Ու վերջը տենց առնեմ, պարկեմ, սպասեմ, երբ պետք է մեռնեմ, հա։ Չէ, Աստված ասեց, չէ, Մովսես, մի հատ օծ բարձրացրա փայտի վրա, այդ խայթված մարդը, որ օծը կծելա, թող նայ այդ օծին փայտի վրա կախված, ինքը կբժշկվի։ Մովսեսն էլ դրեց պղնձից օծը ձուլեց, հետաքրքիր է, չէ՞, այդ պղնձի օծը կրակով անցավ, ոնց որ Հիսուս այդ փորձության անապատով իր անձը ճզմվավ, ինքը անարգվավ, ինքը իր անձը տվեց, որպեսզի մեզի փրկության պատճառ դառնա։ Ու հիմա լավ, դու մեղքի մեջ ես, ես մեղքի մեջ եմ, ինչ անեմ։ Այդ համ գլուխս տամ քարին, քարը գլխիս, թե մտածեմ ինչ անեմ, որ այդ մեղքից ազատվեմ։ Աստված ասում է նայի, ընդամենը քեզի պետք է նայես Հիսուսին, քո բժշկությունը իր մեջ է, քո հաղթությունը իր մեջ է,
Ոչ թե քո կարողության մեջ, ոչ թե քո զորության մեջ։ Ես ինքս ինձանով չեմ կարող ինձ սուրբ դարձնեմ առանց գառան արյունի, առանց դավանության, որ ինքը իմն է։ Հայրը իր որդուն պարգևա տվե մեզ։ Ասում է վեկալ այդ որդուս։ Ապրի իր հետ։ Ինքը քո հավիտենական կյանքն է։ Մի անգամ հիշում եմ եղբայրներից մեկը, որ կարդաց Եսայա 9-րդ գլխում Հիսուսի անունները, երբ որ կարդաց հավիտենության հայր, իմ մազերը բիժ-բիժ կայնավ։ Հոգին բացեց, թե ով է Հիսուսը, ոչ թե Հիսուսը հավիտենության մեջ է բնակվում, այլ ինքը հավիտենության հայրն է։ Հավիտենությունն է ծնունդն առե իրանից, Հիսուսը հավիտենությունից առավել է, ու պատկերացրեք հայրը այդ որդուն քեզի պարգևա տվե, ասում առ ու ապրի։ Ինքը քո կյանքի այն անցաթուղթն է, ինքը այն իրավունքն է, որ դու իրավունք ունես մոտենալու ինձ, գաս իմ գիրկը, ինքն է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, ինքը ունի իմ բոլոր հաճությունը, Հիսուսի մեջ է մեր կյանքը, ոչ թե մեր պայքարի։ Եթե մեկը փորձում է սատանային դեմ դնի, որպեսզի նրան հաղթի, ինքը ոնց որ Հիսուսին ասի, այդ քո արածը հեչ դու մի կողմ կայնի, դες ես հեսա ինչ եմ անում։ Էդի հպարտությունն է, որ սատանան հաջողություն ունենամ շատերին ներքաշի, իբր թե արի իրար հետ կող բռնենք, հələ մի հատ իրար հետ կռվենք, տենամ ես եմ ուժեղ թե դու։ Հպարտության վրա է իր խաղը։ Թող Աստված օրհնի մեր ամեն մեկին։ Ես մի տեղ էլ կփորձեմ հիշեցնեմ Կորինթացիների առաջի Կորինթացիների 15 գլուխ 56, 57, 58 համարներում գրված մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի ուժը օրենքը։ Մեղքը Աստծո օրենքը պատվիրանքը առիթ վեկալելով, որպես զորավոր մեկ Աստծո խոսքով քիչ հասպանում է ինձ իմ մեջ, հələ մի հատ էլ ասում է, տես ինքն էլ ինչ որտեղ օրենքը չի պահե, այլ մի հատ էլ իրան տեղը քիչ։ Իր երեսին էլ ասա, որ խելքի գա, մի հատ սիրտը կոդրի։ Չէ որ մեր հաղթությունը Հիսուսի մեջ է։ 57 համարն ասում է, բայց գոհություն Աստծուն, որ մեզի հաղթող անեմ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն սիրելիներս ավելացեք Տիրոջ գործի մեջ, հաստատ կացեք, հաստատ Հիսուսի վրա եղած հավատքի մեջ, ոչ թե ես Պետրոսն եմ, ես ջրի վրով քայլում եմ, ես հայտնություն ունեմ, ով քեզ ուրանա, ես չեմ ուրանա, ես լավն եմ, խի դու չես տենեմ, ես ով եմ։ Ինչ արեց, Հիսուս չգիտեր Պետրոսի սիրտը, գիտեր, բայց Պետրոսը չգիտեր իր սիրտը։ Ուղղակի իմ խնդրվածն է, որ սրանից հետո մեր հաղթությունն ու բժշկությունը տենանք մենակ Հիսուսի մեջ։ Ես չգիտեմ, այդ անապատում 3 միլիոն մարդուց քանի հոգի էին տրտունջարե օծը գծել էր եւ քանիսն էին բժշկվե նայելով այդ պղնձի օծին, բայց համոզված եմ, այդ պղնձի օծի զորությունը չէր վերջացե, էլեմենտներն էլ չէր նստե, որ էլ չաշխատեր, որտեվ կապ չունի Հավատքն է, որ հաղթություն է տալիս, եթե հավատում ես Հիսուս խաչվել է քո համար, հայացքդ իրանից մի կդրի։ Թեկուզ թույնավորվել ես, սատանան կծել է քեզ, Միքիայի պես ասա թշնամի վրես չխնդաս։ Ճիշտ է, ես մեղք եմ գործել Աստծո առաջ, խավարի մեջ կնստեմ, բայց կսպասեմ մինչև որ ինքը ինձ հանի լույսի մեջ, ու ես իր արդարությունը կտենամ, ու այն ժամանակ դու իմ ոտերի տակ փողոցի ցեխի պես ես ելնելու։ Ու փառք Տիրոջը։ Եկեք կանգնենք աղոթքի, գոհանանք Հորից, Հայրն